հելն ենք։ Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Ջունիկ Աղաջանյանը, բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, կխնդրեի հենց հիմա էլ, ցուցադրեք չգիտեմ, հանդիպում ասեմ, ինչ կարելի ասել, դուք որպես դիվանագետ ավելի ճիշտ կասեք, այն ինչ որ տեղի ունեցավ Էրդողան, Ալիև, ուր է Նիկոլը։ Ահա, այս էլ Նիկոլի պատկերը, այդ տխուր վիճակը ձեռքով կանչելու, հռհռալու, ոնց էր ասել, պապյոն, չայ, կոֆե, ինչ էր ասել։ Խնդրեմ։ Ես իհարկե ոչ թե այս պատկերի համար եմ միայն ասում, ինչի մեջ է, ինչ է տեղի ունենում, Մոսկվայից հետո անմիջապես գնաց, ինչ է քննարկվում, ինչ է խնդրում Էրդողանից, ինչ հարցեր են բարձրացնում, ինչի առջև է կանգնած, ինչի մեջ ենք մենք։ Խնդրեմ։ Ճիշտն ասած, շատ հետաքրքիր երկու շաբաթյա ժամանակահատված ունեցանք, թե աշխարհաքաղաքական զարգացումների, թե մեր ներքաղաքական զարգացումների առումով, եւ դրանց բնականաբար անբաժան մասը կազմում էր այս վերջի զարգացումները, թե մայիսի 9-ի այցը եւ այդ այսպես ասած խեղճուկրակ կեցվածքով այնտեղ ներկայություն ապահովելը եւ թե Ալբանիայում պահվածքը նախ երևի այս երկու շաբաթը ես կկոչեմ քողազերծման շաբաթներ եւ զարգացումները այդ առումով բավականին խոսուն են, ինչի մասին հիմա կփորձենք հասկանալ։ Քողազերծում այն առումով, որ այս վերջի հանդիպումն է, մեզ բացատրեցին, թե ինչու Ալիևը չգնաց մայիսի 9-ի հանդիպմանը։ Փաստացիորեն Ալիևը խուսափում էր մեր կառավարության ղեկին նստած անձի հետ հանդիպում ունենալուց, շատ լավ հասկանալով, որ այնտեղ լինելով Պուտինի հորդորով ինքը չի կարող Պուտինին չասել եւ գերադասեց մինչեւ վերջի օրը պահելով այդ ինտրիգը, վերջի օրով հայտնել, որ ինքը չի գնալու, թեև ուղարկեց իր զորամիավորումը այնտեղ ուրեմն շքերթին մասնակցելու։ Իսկ մեր հրաշքը փաստացիորեն գնացել էր եւ հաստատել էր այն ակնկալիքով, որ ինքը այնտեղ կկարողանա հանդիպում ունենալ, լավ հիշենք, որ անցյալ տարի վերջի հանդիպումը տեղի էր ունեցել հենց ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Պուտինի հորդորով եւ աջակցությամբ, այսինքն այդ ակնկալիքով նա փորձում էր այստեղ ուրեմն հանդիպում պոկել կամ ավելի ճիշտ կլինի ասել հանդիպում մուրալ, որը ռուսական հարթակում դա չստացվեց եւ շատ հետաքրքիր կերպով ստացվեց Ալբանիայում այդ եվրոպական համայնքների, ժողովրդավարական համայնքների հավաքի ներքո, որտեղ ես չգիտեմ Ադրբեջանն ու Թուրքիան ժողովրդավարության որ կատեգորիայի մեջ են տեղավորվում, բայց շատ հետաքրքիր է, որ հենց թուրքական կամ թյուրքական հարթակում էր դա տեղի ունենում Ալբանիան, եւս թյուրքական այդ պետությունների մաս է կազմում եւ Թուրքիայի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է։ Այստեղ պատկերները մեր լսանում շատ չերևացին, բայց սկզբում մենք ունեցանք մի դրվագ, երբ որ մեր կառավարության ղեկին նստած անձնավորությունը Ալբանիայի նախագահից էր խնդրում հանդիպում Էրդողանի հետ եւ այստեղ եռակողմ այդ խնդրանքի պատկերը կար եւ այդ այսպես ասած միջանկյալ խնդրանքների ներքո եւ կարծեմ այս պատկերում էլ Էրդողանը հստակ ցույց է տալիս եւ Ալիևի պահվածքը այսպես կամահրական ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահին ժեստ է անում եւ լավ կհանդիպեմ սկզբունքով եւ շատ խոսուն էր այս առումով այդ դիրքային լեզուն շատ ցուցիչ էր, թե ինչ դիրքում ենք մենք գտնվում, հաշվի առնելով, որ մեր կառավարության ղեկին նստած անձնավորությունը, չգիտես ինչի սուրճի սեղանը հեծնած փորձում էր ինչ-որ բան բացատրել, ապացուցել, իսկ Ալիևը այսպես ցեղապետի կեցվածքով, այսպես փորձում էր ընդհանրապես ձև անել, թե լսում է եւ ընդհանրապես այո, այդ հանդիպմանը ինչ որ միտեղ, ինչ որ մի քննարկում իրականացնում են։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել, որ այստեղ խնդիր կար հանդիպումը մուրալու, որի պատճառով եվրոպական դաշտում, որը նաեւ այս անգամ թուրքական հարթակի հետ կապ ուներ, եւ Էրդողանի դերի բարձրացմանն էր նաեւ նպաստում, որը նաեւ զուգորդվում է այսօր
Թրամփի կողմից Էրդողանին այսպես փուշի անելու գործընթացներին մերձավոր արևելքում, հաշվի առնելով քրդական ուրեմն հատվածի հետ իրենց խնդիրները եւ կարծես տպավորություն է, որ ամերիկյան կողմը հերթական անգամ քրդերին այսպես նետել է եւ իր խոստումներից դուրս է գալիս զոհ տալով թուրքական շահերին հանուն հեռահար նպատակների, որը նաև նորից գալիս է այստեղ ընդհանուր մերձավոր արևելքի վերաձևման գործընթացին եւ ընդհանուր այսպես այդ գործընթացում Իսրայել պետությանը միանշանակ ուրեմն կշիռ հաղորդելուն եւ մահմեդական աշխարհում կամ իսլամական աշխարհում Թուրքիայի դերի բարձրացմանը։ Սա այս համատեքստում պետք է դիտարկենք, ուրեմն մենք հասկացանք, թե ինչու մայիսի 9-ին Ալիևը հանկարծ չգնաց զորամիավորում ուղարկելով, որովհետև անիմաստ էր չգնալը, փաստացիորեն նա խուսափեց այդ հանդիպումից, որի պարագայում բնականաբար նման ձևի կամահրական պահված դրսևորելը միակ գործիչը, որ եղել է եւ այնտեղ այդ Նիկոլն է եղել եւ քիչ առաջ դուք լսեցիք պարոն Ղազարյանի հետ դրա մասին էինք խոսում, որ փաստորեն այս մարդը, բայց իրականում կարող մտածու եւ ես այնտեղ կամ եւ այստեղ կամ, բայց այս անվստահություն է, չէ՞, ներշնչում։ Նա գնացել էր հստակ, ուրեմն երկու խնդիր լուծելու, մեկը Ալիևի հետ հնարավոր հանդիպման, երկրորդը ենթադրում եմ մտածել որ Պուտինի հետ առանձին հանդիպում կունենա, որի մասին կարծեմ չլսեցինք։ Չի եղել այդ հանդիպումը։ Եվ այդ հանդիպման ժամանակ նա կարող էր հերթական, այսինքն սահմանապահների հետ քաշման հարցը դնել, որը դրված է այսօր իրենց առջև եւ այդ Էստոնիայում տեղի ունեցած հանդիպումները, աղքի ուրեմն հանդիպումներ Բրյուսելում եւ Մուրի հետ հանդիպման բանը արդեն այդ ռուսական սահմանապահներն ընդհանրապես սահմաններից հեռացնելու եւ նաեւ ի վերջո ռազմաբազան դուրս բերելու այդ քայլերի հաջորդականությունը ապահովելն է։ Պատահական չէ, որ երեք եթե չեմ սխալվում, ադրբեջանական կողմը նորից խոսեց երրորդ երկրների ուժերի դուրսբերման մասին։ Զինված ուժերի դուրսբերման մասին, այսինքն նորից հիշեցնելով, որ դու հանձնառությունն ես եւ այդ հանձնառություններին եք սպասում, ինչը բնականաբար մեզ ամբողջովին կզինաթափի եւ այսպես անզեն բացարձակապես մեր կդնի մեր թշնամիների հոշոտման զոհասեղանին։ Սա այս հանդիպումների համատեքստը, որը ակնհայտ է եւ իրենց նյարդայնությունը նաեւ այդ հանդիպումների անարդյունավետությունից, իրենց ստորացվածության նորից հերթական դրսևորումներից, որը բնականաբար ռուսական հարթակում այդպես պահել իրենց չէին կարող, բայց եվրոպական եւ թուրքական, այսպես ասած, շրջապատում դա շատ հեշտորեն կարող են դրսևորել։ Ինչը որ մենք տեսանք Նիկոլը Էրդողանից եւ Ալիևից։ Բնականաբար այդ չարաբաստիկ թղթի ստորագրումը, որը ինքը կկարողանա օգտագործել, քանի որ նրա առջև դրված է այստեղ ընտրությունների միջոցով իշխանության փոխանցման պայման, որի դրսևորումները մենք տեսնում ենք ներքաղաքական դաշտում։ Այսինքն այստեղ այդ խնդիրը միանշանակ է եւ դա դրված է դեռևս անցյալ տարվանից, ուղղակի անցյալ տարի իրենք չկարողացան դա հաջողել, սրբազան պայքարը խանգարեց իրենց ծրագրերին, բայց հիմա արդեն գնալով ակնհայտ է դառնում, որ իր վերարտադրությունը անհնարին է եւ արդեն արևմտյան ուժերը այսպես դաշտ են նետել, հերթական տեխնացուի շոշափելու հարցը, թե այդ տեխնացուը որքանով է ընկալելի հանրությանը, Արամ Սարգսյանը արդեն ջնջվեց եւ վերջի այդ նորքի կապ չունի։ Էլի ձենքը վերցրել իրարին կռիվա տալիս երկրորդ նախագահի հետ։ Դե նա փաստորեն իր դիրքերն է փորձում ապահովել, բայց հանրային դաշտում այդ գնահատականները եւ վերլուծությունները անող կենտրոններ շատ լավ հասկանում են, որ նա սպառված քարտ է։ Վաղուց սպառված քարտ է եւ դա ակնհայտ էր արդեն քաղաքապետարանի ընտրություններից։ Իսկ վերջի դրվագները մանավանդ իր թաղապետի պահվածքը եւ իրենց կուսակցության այսպես կուրծք ծեծելով նրան պաշտպանելը ցույց տվեցին, որ այդտեղ ընդհանրապես որևէ նյութ չկա, որից կարելի է ինչ-որ մի բան հունցել եւ դա ներկայացնել որպես հնարավոր տեխնացու։ Եկեք մի քիչ հետ գնանք եւ հասկանանք այս գործընթացները ինչ են։ Իրականում շատ վաղուց արդեն պատերազմից հետո ընտրություններից հետո այս իշխանությունները ձեռնամուխ եղան այսպես կոչված այլընտրանքային ընդդիմության ձևավորմանը, հիշենք այն մի հատ խումբ կար անհասկանալի անց կուսակցություններ։ Բայց բազմաթիվ այդպես ինչ որ բաներ էին։
դա հերթական ուրեմն այդ խումբը փաստացիորեն ցույց տվեց, որ անկարող է եւ նույնը իրենք Եվրաքվեյով փորձեցին այդ խմբի որոշակի տարերի հեղինակություն կշեղրավորել Գյումրին ջնջեց այդ հնարավորությունը եւ իրենք դաշտեն եւ այդ ընթացքում իրենք շարունակեցին այդ գործընթացը փորձելով հասկանալ, շատ լավ հասկանալով, որ մեկ անձով, մեկ թիմով ներկանալու պարագայում իրենք շանսեր չունեն եւ փորձելու են նույն գործընթացը իրականացնել, ինչ որ արեցին փաստացիորեն թե 21 թվականի ընտրությունները, թե քաղաքապետարանի, այսինքն այսպես ատոմիզացված ներկայության կամ մասնակցության միջոցով պարակտել դաշտը եւ այդտեղ նաեւ նվազեցնելով մասնակցային թիվը, որում նրանց ստացած արդեն պատվերով եւ համապատասխան ֆինանսական եւ այլ երաշխիքներով ստացված ձայներով փորձել ապահովել որոշակի մեծամասնություն։ Սակայն վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ այդ մեխանիզմները այլևս չի գործում։ Անցյալ տարի իրենք սկսեցին այդ այլընտրանքային հնարավոր տեխնացուների այսպես առաջ բերման մեխանիզմը նրանց որպես զոհ ներկայացնելով։ Եվ այստեղ մենք տեսանք Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյանն օպերացիան, հա, որ Հովիկ Աղազարյանն այսպես զոհ դարձնելով իրեն, բերեցին, որպեսզի եւ նա շատ կարճ ժամանակ անց փաստացիորեն ինչ որ մի կուսակցություն ստեղծեց, ակնկալելով, որ ժողովուրդը որպես այսպես զոհի եւ այո, զոհի եւ մատաղացուի պաշտպանելու մեր ժողովուրդը նման միտում։ Բա մեր ընդդիմադիրներն միանգամից ոտքերը ասեմ պոբլիկացիան ջուրը մտան ասեցին արի այդ ջուրը իրար հետ այսինքն հիմա Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանյան այդ օպերացիան իրենք փորձեցին անել դրանով փորձելու ինչ որ հանրային մի զանգված վերջերս հասկացան որ այդ հանրային զանգվածը ոչ միտեղ չի երևում որքան էլ ֆեյքային ֆաբրիկաներով փորձում են դա սնուցել դա չի ստացվում ինձ գիտեք հիշեցնում է 2005 թվականին էր Արթուր Օրինաց երկրի Արթուր Բաղդասարյան Արթուր Բաղդասարյանի պատմություն, որ նա փորձում էին ինչ-որ մի բան սարքել, բայց որպես առաջատար միջև եսի ինչ միակ առաջատար, իսկս Արեմտյան ուժ եմ ասում, միակ առաջատար ընդդիմադիր տեխնացու այդպես էլ չդարձավ, այսինքն ինքը չուներ այդ դա համար տեղափոխվեցին Նիկոլ Փաշինյան, դա համար տեղափոխվեցին Նիկոլ Փաշինյան, տեղափոխվեց նախագահի ձեռքի տակ Ինչև է տեղափոխվել, իրենց փորձում էին, հադրանից հետո ինքը ընդդիմադիրի կեցվածք ընդունեց, հետո, այսպես ասած, մարվեց, վերացավ։ Դրանից հետո այդ Արեմտյան այսպես կենտրոնները շեշտադրումը տեղափոխեցին առաջին նախագահ Նիկոլ Փաշինյան եւ այլ այսպես զանգվածի վրա։ Հիմա դրան ուրեմն զուգահեռ մենք տեսանք հանկարծ Էդմոն Մարուքյանի այսպես հայրենասիրության եւ պետականամետության ցկտմամբ կեցվածքի դրսևորում, որի արդյունքում ինքը իբրև թե հրաժարական տվեց եւ սկսեց քննադատական ուրեմն դիրքերից հանդես գալ, սա այդ դաշտի եւս մի, հա, այսպես ճյուղավորումն է, այսպես ասենք, շոշափուկներից մեկն է եւ մենք այս շաբաթ տեսանք այդ երկու շոշափուկների միացումը։ Այսինքն ակնհայտ դարձավ այդ Հովիկ Աղազարյան, Էդմոն Մանուկյան օպերացիայի իրական պատկերը։ Ինչու են նրանք փորձում իմպիչմենտի գնալ։ Գիտեք, մի որոշ ժամանակ առաջ այսպես տարածվեց լուրեր, որ այս կառավարության ղեկին նստած անձնավորությունը իր անօրինական զուգընկերոջը, հա, այսպես կոչեմ երևի, փորձում է փոխանցել իշխանությունը եւ այո, եւ այդ խոսակցությունների ֆոնի վրա իրենք սկսեցին այս կրթելու իբրև թե նրա հանրայնացման գործընթացը եւ իրենք հասկացան, որ նա շատ է վարկաբեկված, քան անգամ ինքը կառավարության ղեկին նստած է։ Շարունակում է բոլորիս վիրավորել, տխմարներ, եսի մինչեր կոչել։ Դա եւս այդ թողազերծման ուրեմն դրվագներից մեկն է։ Գիտեք, մեր ժողովուրդը շատ խելացի է, շատ իմաստուն ժողովուրդ է։ Հազարամյակներից եկող խորուրդ եւ ուղերձներ ունի, որոնք մենք շատ հաճախ դեն ենք նետում, բայց դրանց մեջ այնքան խորը իմաստ կա։ Ժողովուրդը խոսք ունի, ասում է խոզի գլուխը դրեցին գորգին, գլորվեց ընկավ ցեխը։
Այսինքն մենք այստեղ տեսնում ենք այս ամբողջ խմբակի նրա բոլոր դրսևորումներով, թե խորհրդարանական ներկայացուցիչների, որոնք հանկարծ այսպես նույնց ակտիվ փողոցային տղայի կերպարանք են ընդունել, հանկարծ այսպես մեջները ակլորություն արտնացել եւ փորձում են ինչ-որ բաներ անել, առանց հասկանալու, որ նման պահվածքով իրենք այն չեղած հեղինակությունը էլ ավելի են նետում։ Եվ այս ամբողջ ուրեմն պատկերի մեջ նրանք դրսևորեցին իրենց իրական դեմքը։ Եվ նրանք դրսևորեցին այն իրական թիրախը, որի դեմ իրենք բոլորը աշխատում են։ Եվ դա Հայաստան դաշինք ու երկրորդ նախագահն էր։ Ինչու է սա տեղի ունենում, որովհետև եւ իրենք, եւ մեր թշնամիները, եւ արևմտյան ուժերը շատ լավ գիտեն, որ այսօր այն միակ համախմբող կարող ուժը, որը կարող է խափանել Հայաստան պետության կործանման իրենց ծրագրերը, դա նախկին հսկայական փորձառություն ունեցող եւ ազգային դիմագծով մարդկանց իշխանության գալն է։ Եվ սա է, որ նրանք փորձում են կանխել այս արհեստական impeachment գործընթացը տարբեր դրսևորումներով անելու, թե ինչի հանկարծ Հովիկ Աղազարյանը, որը ոչ մինենց այնպես չի էլի, որ անդիմության շրջանակում է հեղինակություն ունի, կամ այդ որևէ շրջանակում, որը պարբերաբար այսպես թաշկինակի պես նետվում է իրենց դեմքը փրկելու համար, հիշենք նախքան ուրեմն 21 թվականի ընտրություններն խաղացած շատ կեղտոտ դերակատարումը, երբ որ նույն Արցախի հարցում որ հանդիպում էր այս կառավարության ղեկին նստածին եւ հետո դուրս եկավ ու երթվեց, որ չէ, Արցախի հարցով ոչ մի ուրեմն խնդիր չկա։ Հետագայում իր պահվածքը, արդարացումները այս իշխանությանը Արցախա դավ ծրագրերի եւ ընդհանրապես Հայաստան պետության այս կործանարար ծրագրերին եւ հանկարծ հիմա նա ինչ-որ նոր դեմք ու նոր վերաձևումներ ստացել։ Ինչու են նրանք հիմա շտապում են։ Նրանց առջև դրված է խնդիր, որ պետք է ռուսական ներկայությունը դուրս գա, մենք սա մասին շատ ենք խոսել, ռուսական ներկայությունը դուրս գա, դեպի արևմուտք իրենց շրջադարձը միանշանակ լինի եւ դեպի արևմուտք շրջադարձի պարագայում միանշակ վերահսկողությունը թուրքական կողմին, որպես արևմուտքի դաշնակիցը եւ այստեղ իրենց գործոնը, որով այդ արևմտյան ուժերը իրականացնում են դեպի Միջին Ասիա եւ դեպի Չինաստան իրենց այս ծրագրային եւ դեպի Իրան ու Ռուսաստան կազմաքանդման իրենց ծրագրերը։ Նրան պետք է ժամանակ, հստակ ժամանակ, որի ընթացքում նրան որևէ բան չի սպառնել, նրան ու իր իշխանությանը։ Դա այդ 6 ամսվա հատվածն է, որի ժամանակ impeachment կոչվածի ձախողման պարագայում որևէ հրաժարականի պահանջ չի կարող ներկայացվել։ Եւ այս պարագայում նրանք փորձում են արհեստականորեն, սա բացարձակ կեղծորակարգ է, արհեստականորեն ինչ-որ մի բան, այո, ինչ-որ մի բան այսպես անել, մտածելով, որ քանի որ ժողովուրդը ասում է սրանից պետք է ձերբազատվել, ապա բոլորը կգնան այդ քայլին հնարավոր զուտ են ձգտում, այսինքն հերթական խապկանքի բան է, այն ձգտումով, որ միայն սրանից ազատվեն, բայց խնդիրը միայն իրենց ազատվելը չէ, իր երկրորդ կրկնօրինակի պատկերը այնտեղ տեսնելը շատ ավելի վտանգավոր է լինելու, որտեղ ժողովուրդը մտածել է, որ ազատվեցին, բայց իրականում կրկնակի թակարդի մեջ են ընկնելու։ Եվ իրենք մտածում են այսպես, եթե impeachment-ի այս ձախողման գործընթացը ստացվեց, ինքը 6 ամսվա ժամկետ է ստանում, որի ընթացքում արհեստականորեն համաձայնեցված այսպես սահմանային բախումներ են անում եւ անկլավների հանձնումներ են իրականացնում, դրանով բավարարելով Ադրբեջանի պահանջը եւ նաեւ ինքը ժամանակ է ունենում այստեղ նաեւ խնդիրները լուծելու այս սահմանադրական բարեփոխումների անվան ներքո, հա, որը process-ը ձգձգելու խնդիր է։ Չհաջողելու դեպքում իրենք հաշվարկում են, որ ուրեմն ընդդիմությունը կվարկաբեկվի եւ մենք նորից կսկսենք լսել այդ ԱԺ նախագահի աթոռին բազմած անձից մանդատները թող վայր դնեն խնդիրը։ Ինչու է իրենց անհրաժեշտ այս մանդատները վայր դնելը։ Իրենք շատ լավ գիտեն, որ քիչ թե շատ նորմալ ընտրությունների պարագայում այսօրվա հանձնաժողովների կազմով նրանք կեղծելու թվեր նկարելու հնարավորություն չունեն, զրկված են, քանի որ հանձնաժողովներում իրենց հստակ տեղերն ունեն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։
որպիսի մանդատներ դնելուց հետո իրենք հանձնաժողովներում արդեն ներկայություն չեն ունենա։ Բայց օրինակ ընդդիմադիր Վայ Հովհաննիսյանն էլ է, ու էլի շատ ընդդիմադիր գործիչներ են, ամբողջ օր ասում են, չի կարելի ազգային ժողովը դրեք ձեր մանդատները։ Վերջի երկու մեծ խոշոր 3 ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Երևանի քաղաքապետարան, Գյումրի եւ Փարաքար, հաշվարկային դաշտում, ընտրատեղամասերում քվեաթերթիկներով խաբեություն եւ կեղծարարություն իրականացնելու տոկոսը շատ ցածր է եղել զուտ այն պատճառով, որ բոլոր հանձնաժողովներում ներկային ընդդիմության ներկայացուցիչներ, այսինքն տեղամասերում կեղծելը շատ բարդ է։ Դե հոդվածներ են գրում, մի եթերից մյուսը գնում են, ասում են սպառել է իրեն, այս ընդդիմությունը խորհրդանում ընդդիմությունը իրեն չի սպառել, ընդդիմությունը անելիք ունի եւ անգամ միայն այն, որ նա երաշխավորի հաջորդ լինի արտահերթ թե հերթական ընտրություններում քիչ թե շատ ընտրատեղամասերում ձայների իրական կոչերը, որ մանդատները վայր դրեք ընդդիմադիր, դա այսօր մեզ վնասում է շատ։ Այսինքն պատահական չի, որ պարբերաբար մենք նաև այս իշխող կուսակցությունից ես նույն բանն ասել եմ 3 օր առաջ եթերից, ուղղակի լավ է իշխող կուսակցությունից մենք լսում ենք պարբերաբար իրենք, այսինքն հերթական անգամ իրենք անելիք չունեն, մանդատներ թող դնեն հեռանան, որովհետև դրանից հետո դաշտը մնում է իրենցը։ Եվ մենք այս խնդրին առնչվել ենք 21 թվականին, երբ որ ընդդիմությունը իր տեղերը չուներ ընտրատեղամասերում եւ լույսերի անջատման, չգիտեմ, ծակ, այսպես արկղերի եւ այլնի պարագայում անհասկանալի է թե ինչ իրական խախտումներ են եւ ինչ ծավալով են այդ խախտումները տեղի ունեցել։ Երկրորդ ուրեմն խնդիրն անում է, որ իրենք շտապում են, քանի որ մեծ նորից զարգացումներ են սպասվում արդեն հուլիսից սկսած, մոտավորապես հուլիսի կեսից սկսած ռազմական սրացում է սպասվում ռուս-ուկրաինական ճակատում եւ սրան որպես նախորդող իրավիճակ նրանք պատրաստում են ռուսական հակառուսականության նորից հերթական ալիքի բարձրացմանը, որը իմ ասած պայմանավորված սահմանային միջադեպերի պարագայում բնականաբար ռուսական կողմը ենթադրաբար չի փորձի միջամտել, որպիսի չներքաշվի երկրորդ ճակատ հասկացողության մեջ, իրենք դա օգտագործելու են պահանջելով Ռուսաստանին դուրս բերել իր բազաները, ասելով, որ դու պայմանագրային պարտականություններ չես կատարում։ Այսինքն իրենք արհեստականորեն ստեղծելու են իրավիճակ, որը փորձելու են խաղարկել եւ դա ներկայացնել որպես ռուսական կողմի դավաճանական կամ ոչ իր իրավունքների պաշտպանության։ Այսինքն մենք տեսնելու ենք երկրորդ հապկ օպերացիա։ Հապկ երկրորդ օպերացիան ենք տեսնել նույն սցենարով իրականացված։ Եվ նրանք ժամանակը նրանց տված է մինչև հուլիս։ Մինչև հուլիս այս սրացումները պիտի լինեն, այս ակտիվությունը պատահական չի, որ հակառուսականության հերթական ուրեմն դրսևորումները մենք այս դաշտում սկսեցինք տեսնել, բայց հետաքրքիր է, որ զուգահեռ մենք տեսնում ենք պաշտոնական մակարդակով ռուսական կողմից արդեն ներկայության հաստատում։ Մենք տեսանք այնտեղ կուրատոր ուրեմն փոխնախարարի փոփոխություն, մենք տեսնում ենք այսօր Լավրովի այցը, Մատվիենկոյի այցն է նախապատրաստում, այսինքն ռուսական կողմը սկսել է իր քաղաքական, այսպես կշիռը ամրացնելու գործընթացներ։ Մոռանանք նաև Բաքվի այցերը իրենց։ Դա գալիս է ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի ապականացում թույլ չտալու տրամադրությունից եւ այստեղ չպիտի զարմանալ նման քայլերի վրա։ Ուրեմն այս ժամանակահատվածում իրենք պիտի փորձեն այս հակառուսականության մեդալներ իշխանանշաններ տալը Մեհրիբային։ Նույնն է, այսինքն դա սովորական արվակարգային խնդիր է։ Եվ այս խնդրի փաստարկներից նաև մեկն է, որ այս իշխանության ներկայացնողը շատ հմուտ կերպով օգտագործում է։ Երբ որ լրագրողները հարցնում են, օրինակ երեք էլ նույն հարցը տրվեց, արդյոք ռուսական ռազմաբազայի դուրս բերելու հարց կա, եւ պատասխանը լինում է, որ նման հարց չեն քննարկում այսօր։ Այսինքն շեշտադրումը լինում է այսօր։ Եվ վաղը որ իրենք նման քայլերով կան հասնենք, ասեն դե մենք ինչ իրենք դուրս եկան, իրենք չարեցին, մենք իբրև թե չենք քննարկում այդ հարցը, բայց այդ սցենարը մշակվում է այդ ուրեմն նպատակով։ Հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ուրեմն մենք հասկացանք, որ այս impeachment 6 ամսվա անձեռնմխելի ժամկետ ում կողմից էր կազմակերպված եւ հա ինչու էր կազմակերպված, այսինքն ինչու նույն հեղինակները ինչ որ եղել է Արցախը հանձնելու եւ ընդհանրապես այս տարածաշրջանը դեպի արևմուտք շրջելու գործընթացում։
Էդգար Ղազարյանին դրա մեջ չենք կարող էլի մեղադրել։ Չէ, Էդգար Ղազարյանին մենք չենք կարող մեղադրել, բայց կարող է դեպի Էդգար Ղազարյան եկող թելերը դրանով թելադրված լինեն։ Այստեղ մենք հասկանանք, թե ընդհանուր ես հասկանում եմ, որ իրենք ցանկություն ունեն ընդհանուր այս բողոքի ալիքը ինչ որ մի ձևի ու տեսքի տալ, բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նախ ընդդիմությունը այդ ձայների քանակը չունի, երկրորդ դուրս եկած են երկու տեխնացուի վրա հույս դնելն խոսքս Գեգամ Նազարյան եւ Իշխանյան ինչ էր, Մարիամ։ Իշխան չէ, Իշխան Զաքարյան։ Իրենց վրա հույս դնել հնարավոր չի, Աղազարյան Ասլանյան բնականաբար հնարավոր չի, այսինքն մենք խոսում ենք ինքնին փուչ գործընթացի մասին, որը քաղաքական դաշտը այսպես լցնելու է ինչ որ ակնկալիքներով եւ դրա ձախողումը հակառակ էֆեկտն է ունենալու։ Ես ուրախ եմ, որ պատիվ ունեմ 3 հստակ ասեց, որ ձեր ներկայացրած տեխնացուն երկրորդ Նիկոլը եւ անգամ քննարկման առարկա չէ։ Եվ այս պարագայում այդ հարցը ջնջվում է, բայց տեսեք Հայաստան դաշինքը եւ երկրորդ կողմը ասում են, որ դա ուղղված էր, իհարկե իրենք սկսեցին խոսել են բանից հետո, երբ որ ասեցին, որ այստեղ նույն կարծիք ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլը, Ռոբերտ Քոչարյանն էլ այս հարցը տվեցին, ասեց, ես չեմ կարծում, որ Նիկոլը չի ուզում։ Գիտեք, քաղաքական գործընթացներից եւ Հայաստան դաշինքը ասել, սա ուղղված է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ համաձայն եք։ Այո, համաձայն եմ, որ հիմնականում Հայաստան դաշինք եւ Ռոբերտ Քոչարյան, որտեղ նախ ինքը process-ը սկսեց զարմանալիորեն նախագահ Քոչարյանի ասուլիսից հետո, հա, երբ որ նախագահ Քոչարյանը հարցազրույց տվեց, թե ասուլիս արեց, որի ժամանակ ակնհայտ դարձավ, որ նա ամենևին էլ ցանկություն չունի քաղաքական դաշտից հեռանալու, ինչի մասին այսպես ապշահար եւ զարմացած ինչ որ միտեղ այսպես հուսախապ եղած արտահայտություններ հնչեցին ԿՊԱ-կան տարբեր շերտերից, հա, որից մենք մտածում ենք, որ նա այլևս չկա եւ այլն եւ այլն։ Չմոռանանք, որ շատ արագ կերպով ինչ որ անհասկանալի սահմանադրական դատարանի որոշմանը հակառակ նորից ինչ որ անհասկանալի մեղադրանքներով դատական գործընթաց փորձարվում իրականացվել։ Եվ վերջի այս հարվածները, որը մենք տեսանք գլխավոր դատախազի կողմից, առաջի հարցը առաջանում է, իսկ անմեղության կանխավարկածով է վերացրել, երկրորդ դատարանը երբևէ նման որոշում կայացրել է թե ոչ, եւ երրորդ որքանով է իրավասու նման անձը ամբողջովին ինչ որ մի բան կարդալ, ընտրովի, այսինքն եթե կարդում են, ապա պիտի կարդան բոլորինը։ Եթե չեն կարդում, ապա չպետք է կարդան ոչ մեկինը, բայց կարդալու իրավունք չունեն, խոսքս նա մասին չի, որ կայքերում գրված է, այսինքն հայցերը դրված են եւ դա հանրային է, բայց արհեստականորեն դա հնչեցնելը եւ այսպես ինչ որ մի մեծ շեշտադրում անելը եւ մեծ փուչիկի վերածելը, դա իրոք զարմանալի է եւ դա ավելի թիրախավորված է այսպես անձնական վիրավորանքների միջոցով Հայաստան խմբակցության անդամներին հունից հանելու, տեղում ինչ որ սկանդալային բան ստեղծելու եւ այդ սկանդալային իրավիճակի վրա իրենց վերահաստատվելու ցանկություն, այսինքն իրենք փորձում են իրենցից ինչ որ մի բան ներկայացնել, ցույց տալ, դրանով փորձելով հանրության շրջանում նորից հեղինակություն ստանալ, բայց միայն այն պատկերները եւ այն խոսույթը, որ տեսնում ենք, այն չգիտեմ քանի տոկոս ունեն, դա էլ հարցական քանի տոկոս են, դա կրկնակի իջեցրեցին, որովհետեւ մեր ժողովուրդը բոլոր դեպքերում երբևէ չի խրախուսել այսպես կեղտոտ բերան խոսույթով մարդկանց, հա, անգամ փողոցային ինչ-որ քննարկումների կամ հաշվեհարդերների ժամանակ, եթե քիչ թե շատ արժանապատվություն ունեցող մարդիկ են եղել, կողքից ուրիշ մարդ անցնելուց կամ հատկապես կին ու երեխա անցնելուց մի անգամից ձայները կտրել, որ այդպես էր։ Չէ, հիմա իրենք փորձում են մակարդակ փոխել, բայց ժողովուրդը ընդհանուր իր արժեքային համակարգով դրա կրողը չի։ Այլ խնդիր, որ իրենք փորձում են այդ ժողովրդին այդպես ներկայացնել, բայց ժողովուրդը ինքը այդպես չի, եւ դրանից իր մոտ այսպես նողկանք ու որոշակի հերավորությունը առաջանում, այսինքն հանրությունը աստիճանաբար իրեն հերացնում է այդ իր համար տհաճ
գարշահոտ արձակող զանգվածից եւ այդ գարշահոտությունը իր տարբեր դրսևորումներն է ստանում։ Այլ խնդիր է, որ դա թելադրված է եւ նրանց անհաջողությունները իրենց նպատակներին հասնելու մի կողմից իրենց վերարտադրության առումով իրենք շատ լավ հասկանում են, որ շանսեր չունեն եւ դրա հետևանքները, այսպես ասած, այդ պայմանագրի սովորական անդամների համար շատ ցավալի են լինելու, խոսքս եմ վերին շերտի մի քանի հոգու մասին չէ, որոնք փորձ կանեն իհարկե խուսանավել եւ երկրից հեռանալ ինչ որ միտեղ ապաստան ստանալով, բայց դա էլ իրենց չի փրկելու։ Տեսեք, ասեցիք դատախազը էսպես, երեք էլ պարզ էր, որ նամակ է ստացել հաղորդագրություն, որ անմիջապես արձագանքի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ասեց, որ մի տեղ միայն պիտի լինի Ռոբերտ Քոչարյանը, Բանտումալենը ասեց, խնդրում եմ արձագանքեք սրան։ Կրկնեմ, իրենք փորձում են այսպիսի խոսույթով իրենց այսպես ուժեղ քաղաքական հենակետ ունեցող ինչ որ մեկը ներկայացնել, խախտելով օրենքը։ Որովհետև որևէ քաղաքական քրեական ապացուցված դատանով որոշումով գործ չկա, որով նախագահ Քոչարյանին ինչ որ մի բանում մեղադրելու լինեն։ Այն, որ իրենք ուզում են նմանատիպ ինչ որ պատկեր ստեղծել, դա ուրիշ խնդիր է եւ դրա շուրջ աշխատել են ավելի քան 10 քանի տարի, հա, եւ այդ կեղծ թեզերի նաեւ տարածմամբ են նրանք հաջողել հանրային տրամադրություններում եւ մտածողության մեջ ներարկելու այդ պատկերացումները, այո, զույգի թերթով։ Այո, եւ այս պարագայում իրենց թվում է, որ իրենք հին գործիքները, եթե հիմա օգտագործեն, դա կազդի։ Չէ, բայց իրենցից մեկը ճիշտ ասեց։ Ես այդ գործիքները աշխատում են թե ոչ, Տիկին Նալչաջյանն ասեց, եթե միջև մա իշխանության են, այո, այդ իրենց թալան է, այդ խոսույթը պատերազմ, թալան, շարունակում է աշխատել, հիմա բարեբախտաբար ընդդիմադիր աննը սկսել է շատ ավելի կոնկրետ աշխատել եւ դրա համար ունի դուրս են եկել։ Ոչ միայն դա, ոչ միայն դա, արդեն երկրորդ նախագահը խոսեց իրենց թալանից, Հրանտ Բագրատյանն է թվերով խոսում, թե Անան Նիկոլը ինչ թալանի մեջ են։ Իրենց թալանը աննախադեպ է։ Դա մասին մենք ես սարսափում եմ պատկերացնել, թե այն ավերը, այն կոտորածը, որ իրենք իրականացնում են, մեր պետականության հիմնասյուները քանդելու եւ պետության ու ազգի հիմքերը ավիրելու առումով դա աննախադեպ է, նման բան մենք չէ եւ մենք սարսափելու ենք, երբ որ իրական պատկերը տեսնենք։ Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի հետ կապված դրվագներին, եթե 18 թվականին, երբ որ իրենք նոր սկսեցին, դեռ ժողովրդի մեջ այդ իրենց ներմուծված ախտը, հա, այդ վիրուսը դեռ ակտիվ գործում էր, բայց այսքան տարիների ընթացքում, այդքան դատական process-ների ընթացքում իրենք ոչինչ չկարողացան ապացուցել։ Եթե դեռ խոսույթում շարունակում է դա կարողանում են իրենք շահարկել, օգտագործել, ուրեմն դեռ կա, ուրեմն մենք դեռ վատ ենք աշխատում, ընդդիմությունը շատ վատ է աշխատում։ Դիմացը ասենք 7 միլիարդի թալան է Նիկոլես, միջև մա չեն կարողացել, 100 միլիոնը չկա, 60 միլիոնը չկա, 30 միլիոնը չկա, վերջի քանի 100 միլիոնը չկա, 2-3 տարվա հանրային հնչեղություն, բայց դաշտում եղած, հա, ել չեմ ասում վերջին մի տարվա, միայն այն փաստը, որ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով ունենում ենք սպանված, դանակահարված, կրակոցի հետևանքով վիրավորված, զոհված անձ, դա ցույց է տալիս այս իշխանությունների հանցագործ էությունը, որովհետև նրանց պատկերի արտացոլում է, նրանց դրված այսպես խաղի կանոնների արտացոլումն է դա, եւ այդ ագրեսիվության դրսևորումն է, որ գալիս է։ Երկրորդը ժամանակին այստեղից էլ եմ նշել, որ հատուկ ծրագիր է իրականացվում արևմտյան ուրեմն երկրների այդ կենտրոնների կողմից թմրանյութերի միջոցով դեռահասներին երիտասարդությանը խախտելու համար եւ նրանց ներգրավելու այդ թմրամոլության գործընթացի մեջ դա հստակ ծրագիր է եւ դա եղել է բոլոր այն տեղերում, որտեղ ամերիկյան կամ արևմտյան ուժերը մտել են, լինի Աֆղանստան, լինի Բալկաններ, լինի Կոսովո, նրանք դարձել են թմրանյութերի եւ Վրաստանը, հեռու չգնանք, Վրաստանը հիշենք Սաակաշվիլու օրերին։ Արևմուտքի Մեծ Բրիտանիայի եւ դա մեխանիզմ է, որովհետեւ երիտասարդ զանգվածը դա հիմնական ըմբոս զանգվածն է, եւ թե դու ապագայում ուզում ես կամի հասարակություն ունենալ, դու սկսում ես երիտասարդությունից։ Դրան է նվիրված նաեւ կրթական ծրագրերում այս իրենց
այլանդակությունները եւ մեր արժեքային ու պատմական իրողությունների խեղաթյուրումը։ Միայն մի քանի բան հիշեցնելով, ես չգիտեմ, ես չեմ հոգնելու դրա մասին խոսել։ Նույն կոկայինի պատմությունը։ Դա անհնարին է առանց համապատասխան հողակների ներգրավվածության, էլ Հայաստանի պես երկրում, որտեղ գրամներով կներեք սահմանային անցկետերում մարդկանց անգամ ստամոքսի մեջից հայտնաբերում ու դուրս են բերում։ Հանկարծ մի տոննա մտել է եւ 3 տոննան էլ դեռ ճանապարհին է եւ սրա մասին մենք մինչեւ հիմա չգիտենք թե ով էր եւ այլն եւ կարծեմ ինչ-որ տեղեկատվություն կա, որ դրա ինչ-որ մի բավականին անհետացել է։ Զանգվածներ չգիտես ուր է անհետացել, հա, այսինքն այստեղ հոդս է ցնդել, գոլորշացել է, ինչ էլ անհասկանալի։ Չմոռանանք այն 6 միլիոնը, որ այդ рэփերին են տվել ու միջև հիմա չգիտես որտեղ։ Համահայկականի 100 միլիոնը։ Համահայկականի 106 միլիոնը, որ կերան։ Սաշիկ Սարգսյանից 30 միլիոնը վերցրել են ուր է։ Ես խոսում եմ դեռ այն ինչ-որ պաշտոնական թվային։ Անիֆի 100 միլիոնը ուր է։ Անիֆի գումարները։ Մեկտեղից գնումներ կատարել է, ինչ է։ Ժամանակ ինչ է կատարվել, դա միայն սարսափելի է, մենակ դրա մասին խոսելը, ժամանակը կգա դրա մասին կխոսենք։ Եվ մենք կարող ենք այսօր ամեն օր նույն մանկապարտեզների կառուցում է, ճանապարհների կառուցում է, չգիտեմ, ասֆալտապատում է, բոլորի տակ խնդիրներ կան, բոլորի չկա մի բան, որ իրենք կարել են, որ այդտեղից խնդիր դուրս չգա։ Այստեղ մասնակիցներ հոգեբան ասում է, իրենց վերջին գործիքակազմն են օգտագործում այդ զույգը վախեցնելու, ասենք ինչ абսուրդ է, չէ՞, նստելու այդպիսի բան ասել։ Օրինակ երեք Ալենը ասենք այդպիսի անհեթեթություն, ապուշություն դռներով թակում էր, ինչ որ կնոջ էր փնտրում։ Ես ասեմ, տեսեք, հա, իբրև թե ձեր դռներով կգամ, այ խեղճ իրենք կտրված են մեր իրականությունից։ Մեր ժողովուրդը արդեն հաղթահարել է այդ կեղծիքով սնվելու եւ դրան հավատալու շեմը, անցել է։ Այլ խնդիր, որ նա դեռ չի հասել համընդհանուր այսպես փողոցային պայքարի, որ բոլորը մի մարդու պես դուրս գան, դա սովորաբար հասարակությունում շատ դժվար է լինում, բայց դրան է կհասնենք, այս տեմպերով դրան է կհասնենք։ Կարևորը մինչ այդ լրացուցիչ կորուստներ չունենանք։ Եվ մեր ժողովուրդը այլևս չի հավատում իրենց բերանից դուրս եկացած որևէ խոսքի։ Իրենք եթե ամենամեծ ճշմարտությունն էլ ասեն, ժողովուրդը չի հավատալու։ Օրինակ ինչի է հասնում, որ Աննան կանգնել սրան նրան վիրավորում, ասենք դոգի նման։ Որտեւ իրենք, տեսեք, մենք այդ թվերը չունենք։ Իրենք բարբերաբար, ես վստահ եմ, եթե շաբաթը մեկ չէ, գոնե 2 շաբաթը մեկ ինչ-որ հարցումներ են անում իրենց հասարակական։ Հա, ասենք թե մեկին ինչ-որ հայոյեց, անպատվեց, ինչ է շահում։ Դա այն մաղձի դրսևորումն է, որը իր մեջ կա եւ իր դիմակ այլևս պատրված է։ Մարդիկ չեն հավատում, չեն ենթարկվում են ինչեր փորձում էր առաջի լեդի, հա, ներկայանալ այդ կերպարին։ Այսինքն մարդկանց մոտ չկա այդ հավատը, այլևս իրենք որպես ոչ միայն քաղաքական գործիչ, այլ որպես անձ են ջնջված մեր հանրության համար, հանրության գոնե գերագույն մասի համար։ Նույնը վերաբերում է այդ խմբակցության մի քանի դեմքերի, որոնց անունը տալը անգամ անպատվություն են համարում մարդիկ։ Այսինքն մերոնք անցել են այդ, գիտեք, տարիներով այդ կեղծիքի եւ ստի շերտերը այսպես փռվել է ժողովրդի ուղեղի վրա։ Հիմա այդ փոշին մաքրվում է, աշճանաբար մաքրվում է, մինչև վերջ չի զտվել։ Այդ մինչև վերջ զտվել հնարավոր կլինի, երբ որ սոցիալական կայքերը գոնե որոշ ժամանակով անջատվեն, որտեղ այդ ֆեյքային ֆաբրիկաները աշխատում են սարսափելի ծավալներով, որտեղ հրահանգը տրված է ոչ միայն Աննան, նաև այդ արևմտյան կենտրոնները, որոնք փորձում են գոնե հիմա ինչ-որ մի ձևով այդ վերջի ճիքերը գործադրելով դրան հասնել։ Եվ ինչ վերաբերում է ուրեմն գործընթացներին, մենք տեսնում ենք, որ եւ ռուսական կողմը, եւ իրանական կողմը շատ խելամտորեն հմուտ դիվանագիտական քաղաքական գործընթացների միջոցով հերթական, այսպես ասած, սադրանքներն ու հերթական քայլերը ջնջելով, մարելով առաջ են գնում, դրանով ի ցույց դնելով թե եվրոպական, այսպես ասած, երկրների անկարողության եւ նրանց որպես քաղաքական կենտրոն այլևս չգոյության փաստը, նրանց որպես տնտեսական կենտրոն այլևս շատ թուլացածության հանգամանքը եւ նրանց որպես հանրային կամ քաղաքական միտք ստրկամտության աստիճանը։ Իրենք չեն ձերբազատվել
գաղութատիրական, ստրկատիրական հասարակության մտածելակերպիչ տեր եւ ծառա ընկալումներից եւ իրենց պահվածքը մենք երբ որ տեսնում ենք քաղաքական դաշտում, արևմտյան այդ հավաքների ժամանակ, որոշումների ժամանակ իրենց ուրեմն կեցվածքը դա բնորոշ է երբ կձևավորվի այն պահանջը, որ իրականում ժողովրդի մեջ հասունանա այն, որ վերադարձրուն Նիկոլ Անա վերադարձրեք ժողովրդից 7 միլիարդի թալանը։ Դա կլինի իշխանափոխությունից հետո միայն բայց պիտի դա հասունանա, որ ժողովուրդը գիտեք, դա գործընթաց է, որը այո, ես ժամանակին ասել եմ եւ ելի եմ կրկնում եւ ես խնդրում եմ մեր տնտեսագետներին ու ֆինանսիստներին, ովքեր ունեն նման հնարավորություն այդ աղբյուրներին մուտք ունեն, նաև հետաքննող լրագրողներին պարզելու, թե հատկապես դրսի պարտքային, պարտատոմսային, ուրեմն մեր պարտքի այդ կազմը ինչպես է, որովհետև Բագրատյանը կետ առ կետ ներկայացրեց։ Նաև այնտեղ կա, գիտեք, պարտատոմսերը իրենք աննախադեպ 71%-ով տալիս են այն դեպքում, երբ որ ամբողջ աշխարհը 3 ու քանի տոկոսից անկում չի անցնում, եւ ին համար հարցական է ովքեր են գնել, որ պետություններն են գնել, եւ ես չեմ զարմանա, որ ես այնտեղ տեսնեմ թուրքական, ադրբեջանական գումարներ, որովհետև այդ մեխանիզմը օգտագործվել է եւ օգտագործվում է, երբ որ դու պարտքի դիմաց եւ կարծում նույն Էրդողանը հնչեցրել է նման բան եւ թուրքական ու ադրբեջանական հիմնական թուրքական դաշտից հնչել են նման կարծիքներ, որ պարտքի դիմաց թող հողով հատուցեն, տարածքով հատուցեն։ Իսկն այստեղ պետք է հասկանալ մեր այդ պարտքը, հատկապես արտաքին պարտքը ում է իրականում պատկանում, որտեղ կարող է օրինակ EBRD-ի տակ լինի, բայց EBRD-ի մեջ լինի այլ պետության մասնակցությամբ։ Եվ սա մենք չենք տեսնում, երբ որ սա բացվի, մենք կհասկանանք, թե իրականում այս ուրեմն իշխանությունը ում է, ինչպես հիմա պարզվում է, թե Զելենսկին ինչպես է եւ ում է հանձնում պետությունը եւ սեփական երկրի տարբեր հատվածները, թե ում են այս իշխանությունները հանձնում մեր պետությունը եւ դրա տարբեր հատվածները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։